Ողջույն բոլորին, ես այստեղ փորձարկում եմ իմ մազի հարթուկը։ Ինչպես տեսնում եք, իմ մազերը բարակ է և կմտածեք, թե ոնց լինի մազի հարթուկը անպայման շատ հեշտ ձևով կուղի մազերս։ Ես էլ էի այդպես մտածում, սակայն այս հարթուկը այնքան ուժեղ է նրա ջերմաստիճանը, որ ես հետո մի 2 րոպեից նրան դնում եմ միջինի վրա, որպեսզի մազերս չվնասեմ։ Եթե նկատեցիք, այս վիդեոյի մեջ դեմքիս արտահայտությունը մի տեսակ մտահոգ է։ Ուրեմն այդ օրը, երբ դեռ մազերս չէի հարդարել, ստանում եմ մի հաղորդագրություն։ Մեկը ասում է, մթում ինչ եք ձեզ նկարում գցում։ Դե ես բնականաբար չեմ պատասխանում, քանի որ չեմ էլ ճանաչում, թե դա ով է։ Այդ խոսքերը կարծես ինձ ետ պահեցին բլոգ վարելու մտքից, հատկապես այն այնքան դժվար էր սկսել, երբ հազիվ խիզախել էի Երևալ տեսախցիկի առաջ։ Անմիջապես ինձ հավաքեցի և նկարեցի այն տեսանյութը, որտեղ ուզում էի ցույց տալ իմ նոր մազերի ուղղիչը կամ մազերի հարթուկը։ Դրանից հետո ես էլի մի քանի տեսանյութեր նկարեցի և չհուսահատվեցի, որովհետև մտածեցի, որ այդպես ասողները դեռ շատ կլինեն և միգուցե ավելի վատ բաներ էլ ասեն կամ գրեն, բայց իմ նպատակից ինձ ոչ մի բան չի կարող ետ պահել։ Իսկ մազերի հարթուկի մասին կասեմ, որ այն անփոխարինելի է իր գործում։ Հարթուկը ես գնահատում եմ 10-ից 10, քանի որ նրա միջոցով ես կարողացա հարդարել իմ ընկերուհու խիտ և գանգուր մազերը։